Շարաշահեք ժամանակը Աննա Մկրտչյան Հարգելի քաղաքացիներ, ինչպես վերջին 7 տարիների ընթացքում իշխանազավթների կողմից հնչեցված ցանկացած միտք իր մեջ պարունակում է սուտ եւ կեղծիք, ցանկացած հայտարարված նպատակ իր մեջ ունի մեկ այլ իրական նպատակ, այնպես էլ դահլիճ բերված ցանկացած նախագիծ ու նախաձեռնություն նույն տրամաբանության ենթակա է։ Կհիշեք, որ որոշ ժամանակ առաջ ԵՄ գնալու նախագիծ էին բերել, ասում էին Եվրոպական միություն պիտի գնանք, մեր փրկությունը դա է, մի խոչընդոտեք մեզ, վատ բան եք անում խոչընդոտելով, ընդունեցին։ Դրանից շատ կարճ ժամանակ անց գործակալական անցյալով եւ անհայտ ներկայով մի ԱԳՆ ասաց, որ մենք հայտ էլ չենք ներկայացրել ԵՄ գնալու, չենք էլ պատրաստվում ներկայացնել։ Դրանից հետո բերեցին Հռոմի ստատուտը։ Ասում են, այս կանոնադրության մեջ է մեր փրկությունը։ Այս կանոնադրությամբ է պետք պատերազմական հանցագործ Ալիևին պատասխանատվության ենթարկել եւ անցկացրեցին։ Շատ կարճ ժամանակ անց պարզվեց, որ ոչ միայն այդ Հռոմի կանոնադրության համապատասխան ոչ մի գանգատ չեն ներկայացրել Ալիևի դեմ, այլ նաև արդեն եղածները Ադրբեջանի դեմ արագ-արագ հետ են վերցնելու։ Նույնը այդ սահմանագծման ու սահմանազատման թուղթն էր, որը պարզվեց իրականում Հայաստանը շրջափակման մեջ դնելու թուղթն է։ Նույնն էլ այս նախագիծն է, հարգելի քաղաքացիներ։ Հավատացեք, այս նախագիծը հեծի մասին չէ ամենևին եւ ոչ էլ առավել եւս հանրային կամ մասնավոր շահը հավասարակշռելու, պետական շահ պաշտպանելու, ել չեմ խոսում արդարության կամ արդարադատության մասին։ Չեք հավատա, բայց կասեմ, որ այս նախագիծը անգամ Սամվել Կարապետյանի մասին չի, որտեղ իրենք խնդիր չունեն Սամվել Կարապետյանի հետ։ Եթե դուք այս իրադարձությունների ընթացքը շղթայական վերհիշեք, կտեսնեք, որ խոսքը Սամվել Կարապետյանի մասին չէ։ Իրենք 7 տարի է խնդիր չունեին Սամվել Կարապետյանի հետ։ Իրենք խնդիր ունեն ցանկացած մարդու, ցանկացած հայ մարդու հետ, ով հասկանում եւ սկսում է խոսել այն մասին, որ ավարտում եմ։ Ես սկսում եմ խոսել այն մասին, ավարտում եմ։ Ավարտեք, անցել է։ Եվ սկսում է խոսել այն մասին, որ իրենք հակահայ են եւ սկսում է պաշտպանել հայ առաքելական եկեղեցին։ Շնորհակալություն։ Սիրելի քաղաքացիներ, այստեղ նոր տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը հայտարարեց, որ Սամվել Կարապետյանը արել է քաղաքական հայտարարություն իրենց հանձնարարությունից հետո եւ դրա համար սա քաղաքական հալածանք չէ։ Ես ուզում եմ հասկանալ հայ առաքելական Սուրբ եկեղեցուն պաշտպանելը, այդ որ ժամանակից դարձավ քաղաքական հայտարարություն։ Այսինքն քաղաքականության, քաղաքականության մեջ մտնելու հայտեր ներկայացրել։ Այստեղ դուք պետք է ներկայացնեիք կառավարության տեսակետը օրինագծի վերաբերյալ։ Ինչ առարկություններ ուներ կառավարությունը։ Դուք կառավարության ներկայացուցիչն եք։ Այդ ինչ բյուջետային միջոցներն էր, որ լավ չէր հաշվարկվել, այդ ինչներ թերի, ինչներ լրամշակման կարիք զգում։ Դուք դրա մասին պետք է խոսեիք։ Դուք դրա մասին չխոսեցիք, մենակ հայտարարում եք, որ քաղաքականության մեջ է մտել կոնկրետ հեծի սեփականատերը։ Ինչ պլան դրել եք այս ընթացքում հեծի առաջ, որպես պետություն, կատարել են։ Ոչ մի առարկություն, ոչ մի փաստաթղթում չեք արձանագրել։ Եկել եք ինչ հեքիաթ եք պատմում այստեղ։ Դուք սուպեր նախարար եք, բայց ոչ թե գործունեության իմաստով, այլ ընդգրկվածության։ Եվ այդ ոլորտները, որտեղ որ դուք ղեկավարում եք իրականացնում, այդ ոլորտներում կան խայտառակ ձախողումներ։ Հայաստանի ջրային ռեսուրսների 65-ից 70%-ը կորում է։ Կորուստա պաշտոնական թվեր, ու դրա պատասխանատուն դուք եք։ Եկել եք ստեղ խոսում եք ազգային անվտանգությունից, բայց ռազմավարական նշանակության հարցեր։ Բա դրա մասին պիտի մի խանգարեք։ Հաջորդը։ Վիոլա ջրի հետ, ով երբևէ առնչվել է, իրեն պիտի համարի աշխարհի ամենադժբախտ մարդը, ամենադժբախտ։ Բայց դուք Վիոլա ջրի մասին որևէ հայտարարություն չեք անում, քանի որ Վիոլա ջրի սեփականատերը չի հայտարարել, որ ինքը հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողքին է։ Սա է խնդիրը։ Ես գիտեմ, որ Հայաստանի Հանրապետությունն է, բայց կառավարումը իրականացնում են մարդիկ, ովքեր որ ձեզ հետ, ինչպես դուք խոստովանեցիք, քաղաքական
տարաձայնություն չունեն։ Եվ ազնվություն ունեցեք ասելու, որ ավարտեցի, որ սա քաղաքական նախագիծ է քաղաքական նպատակներով։ Իշխանության նախաձեռնած խլելը նորաձևը օպերացիան բազմերանգ դրսևորումներ է ստանում, որով փորձ է արվում եւ հաշվեհարդար տեսնել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ եւ իշխանություն օգտագործել ուրիշի ստեղծածի հաշվին նեղ խմբային շահեր կարգավորելու համար։ Թեև օրվա հնչյունի կենտրոնում հեծի շուրջ ստեղծված իրավիճակն է, սակայն ակնհայտորեն այս ամենն ուղիղ կապ ունի իշխանության Մայաթորի դեմ հրահրած անարժանապատիվ պատերազմին եւ նրա սատարման դիրքերից հանդես եկողներին։ Ավելին սա միայն Սամվել Կարապետյանին վերաբերող հարց չէ, այստեղ Կարապետյանի ֆիգուրը որպես անվիճելի հեղինակություն է առաջին պլան բերվում, մյուսներին ազդանշան ուղարկելու առայն, որ իշխանությունն իր կառուցած բռնատիրությունը պաշտպանելու ճանապարհին մարդկանց ունեց զրկելու, ազատությունից զրկելու կամ բռնություն գործադրելուց հետ չի կանգնելու։ Իշխանությունը փորձում է երկիրը հազարամյակներով ստեղծվածը, երկրի կենսունակությունն ապահովող ինստիտուտները, մայրաթորից մինչև ազգային արժեքներ զրոյացնել ու ճանապարհ բացել փլատակների վրա հավերժիժղելու իր գաղափարների համար։ Այս ճանապարհին իշխանությունը շարժում այնպես, ինչն իր մոտ ամենալավն է ստացվում։ Հասարակության ներսում թշնամության սերմանում, ներհասարակական բևեռացման խորացում, որտեղ բոլորը բոլորի դեմ են գործում։ Իշխանության համար կա մեկ գերագույն նպատակ, որքան հնարավոր է երկար պահել իշխանությունը, իսկ դրա ճանապարհին այսպես կոչված ցանկացած խոչընդոտ, քաղաքական ընդդիմախոսությունից մինչև հանրային բողոքի ցանկացած դրսևորում բոլոր միջոցներով ճնշվելու է։ Ժողովրդավարության, մարդու իրավունքները եւ օրենքի գերակայության մասին ամենաշատը խոսող կառավարությունը երկիրը վերածել է բռնատիրության, որտեղ մարդկանց առաջարկում է կամ ենթարկվել իշխանության գծած խաղի կանոններին, կամ ազատազրկվել, կամ պարզապես թողնել երկիրը ու հեռանալ։ Գեղամ Մանուկյան։ Սիրելի հայրենակիցներ, նախ ասեմ, որպես դաշնակցական, որպես սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ, մենք լրիվ այլ պատկերացում ունենք հատկապես նման ռազմավարական ճյուղերի ընդհանրապես սեփականաշնորհման, ընդհանրապես կառավարման եւ կարծում ենք, համոզված ենք, որ հասարակությունը ժողովուրդը պետք է մասնակիցը դառնա այս կառավարման։ Բայց սա այս նախագիծը սրա մասին չի։ Այս նախագիծը կրկնում եմ գործընկերներիս ասածը, մեկ բանի մասին է, ցանկացած գործարար, ով այս իշխանությանը մի թթու խոսք ասի կամ ցանկալի խոսքը չասի, փոխվելու է օրենքները։ Դիմում եմ այն գործարարներին, բոլորդ հիշեք, ցանկացած ձեր իշխանությանը ոչ հաճող խոսքից հետո բերելու են այս օրենքը փոխել։ Սիրելի ժողովուրդ, տեսեք ինչ է կատարվել, իրականում քաղաքական հետապնդման ռեկետի նպատակով իշխանությունը չի խորշել գնա նույնիսկ հայտարարությունների, մի քանի օր առաջ էր Մայրաթորի դեմ այդ բերետավորներն ու դիմակավորները, որ գրոհում էին սելջուկների պես, նույն պահին Երևանում մոտ 40% հոսանքը գնա, ոչ թե գնաց պատահաբար, վթար էր, այլ ուղղակի կառավարության, պետության հսկողության տակ եղած բարձրավոր էլեկտրացանցերը ռուբիլնիկը քաշել, որ բոլորը ջղայնանակ, ու ասեք, ադե ճիշտ են անում, հեծը խլում են, բայց նաև դիմում են պատգամավորներին։ Տեսեք, նախագիծը քաղաքացիական պայմանագրինն է, կառավարությունը բազմաթիվ կետերով վերապահումներ է դրել, որը ես համոզված եմ 3 ժամվա մեջ չի լրամշակվելու, արդյունքում մնալու է փաստաթուղթ որպես այս վերապահումները ու վաղը մյուս օրը, երբ չլնեք իշխանություն կամ շարունակեք մնալ իշխանություն, երբ սեփականատերերը դատի տան դատ շահեն, կառավարությունն ասելու է ախպեր, ես ես զգուշացնում եի, ամբողջ պատասխանատվությունը մնալու է քաղաքական մեծամասնության վրա։ Ագնեսա Խամոյան։
Սիրելի հայրենակիցներ, նախ արձանագրենք, որ իշխանությունները պայքարում են ոչ միայն հեծի դեմ, դուք պայքարում եք Սամվել Կարապետյանի նկարների դեմ անգամ, դուք նկարների հետ կռիվ եք տալիս, ու մարդիկ, որոնք 1-2 ամիս առաջ կերազեին Սամվել Կարապետյանին բարևել, այսօր Սպայդերմենի շորերը հագած մեծ ելույթներ են այստեղից ուզում ունենալ։ Ես չեմ ուզում անդրադառնալ, թե միջազգային վարկի վրա ինչպիսի ազդեցություն է ունենալու սա, ներդրումային միջավայրի վրա, արբիտրաժային դատարանում ինչպիսի արդյունքներ կլինեն, որ սեփականության իրավունքներն են խախտվում, բայց սիրելի հայրենակիցներ, սիրելի 1 միլիոն բաժանորդներ, երբ որ այս իշխանությունները ստանձնեն կառավարումը, պետականացնեն հեծը, ձեր էլեկտրաէներգիան թանկանալու է։ Ձեր էլեկտրաէներգիան ոչ միայն թանկանալու է, այլ նաև այն որակը, որից այսօր դուք դժգոհ եք, կրկնակի վատնա լինելու։ Բերեք ինձ մեկ օրինակ, որ մի բանի կառավարում ստանձնել եք եւ չեք տապալել, չկա այդպիսի օրինակ։ Դուք պատերազմ եք տանուլ տվել, դուք անիվ եք տանուլ տվել, ես կարող եմ անverջ շարադրել։ Եվ վերջում իրականում այս ամեն ինչից շատ է բոլշևիզմի հոտը, ոչ թե հոտը, այլ նեխա հոտը։ Այս տեմպերով դուք վերջում պատմության թանգարանն էլ դատարկելու եք, Նիկոլ Փաշինյանի համար դամբարան եք սարքելու, շնորհակալ եմ։ Շնորհակալություն կարճ ելույթ ունենալու համար, հիմա ես ելույթ կունենամ։ Հայ, չէ, նայած, ես գրանցված եմ, բայց հիմա արտահայտ եմ ետում։ Հարգելի գործընկերներ, մեր ընդդիմադիր գործընկերները իհարկե հերթական անգամ ցույց տվեցին մանիպուլյացիաների իրենց վարպետությունը, հերթով անդրադառնանք, էլի։ Նախ, ընդդիմադիր թեզ համար 1, Սամվել Կարապետյանը ի պաշտպանություն եկեղեցու արել է հայտարարություն, եւ դրա համար նրա հետ անում են սա, նա։ Եթե նկատի ունեն, որ Սամվել Կարապետյանի մեղադրանք է առաջադրվել սանանա անելով, պետք է պարզաբանել, որ եկեղեցուն պաշտպանելու համար ոչ ոք ոչ մեկի մեղադրանք չի առաջադրել, մեղադրանքը առաջադրվել է մենք մեր ձևով կմիջամտենք արտահայտության եւ դրա հարակից կոնտեքստների համար։ Հաջորդը պնդում ու սա դասական մանիպուլյացիա է, էլի, այսինքն բան անընդհատ կրկնում են, մի ընդհատեկից, անընդհատ կրկնում են եկեղեցուն պաշտպանելու արտահայտության համար։ Բոլորը ազատ են պաշտպանել եկեղեցուն, չնայած պաշտպանության կարիք չունի եկեղեցին, շատ եթե ավելի հեռուն գնանք, ունի պաշտպանության կարիք եկեղեցի բաներից, ուխտազանցներից եւ տերորիստներից, բայց դա այլ թեմա է։ Հաջորդ պնդումը, ասում են դուք այս նախագիծը բերել եք, որովհետեւ Սամվել Կարապետյանը արել է, դուք ասում եք եկեղեցուն պաշտպանելու հայտարարություն, բայց իրական ինքը այլ հայտարարություն արել, բայց թողենք մի կողմ։ Հիմա փաստ է, չէ, ախր եկեք իրար հետ դատենք։ Հրապարակվել է վարչապետի հանձնարարական է, նոր չի հրապարակվել, ինտերնետում կա, բոլորդ կարող եք գտնել, որտեղ ինքը պարոն Խուդացյանին այնտեղ նստած է։ Ասել է հետևյալը, մայիսին, այս հանձնարարականը եղել է մայիսին, մայիս ամսին, մայիսի 21-ին ենթադրաբար։ Հիշեցնում եմ Սամվել Կարապետյանը իր հանրահայտ ոչ թե եկեղեցուն պաշտպանելու, այլ իր ձևերով ինչ-որ բաներ անելու մասին հայտարարություն արել է հունիսին։ Վարչապետը պարոն Խուդացյանին ասում է. «Ինձ հարկավոր չեն բացատրություններ, ինձ հարկավոր են պատժամիջոցներ կոնկրետ հեծի նկատմամբ։ Ժողովրդին տված վնասը պետք է հատուցվի։ Ասեք ինչպես, խնդրում եմ թեման չցրել»։ Սպասեք։ Խնդրում եմ թեման չցրել, եթե ցրեցիք գնալու ենք հեծի ազգայնացման, ամբողջական եւ կտրուկ, սպառողներին տրված վնասի ֆինանսական հատուցման մեխանիզմներ պետք է ներդրվեն, պարոն Խուդացյան, կոնկրետ լռեք, կոնկրետ առաջարկներ տվեք, ժամկետը 1 ամիս, սրանից հետո նոր Սամվել Կարապետյանը արել է իր հայտարարությունները, իդեպ նաեւ որ ասում եք, ոնց ասեցիք, ասում եք քաղաքական հայտարարությունների համար, Ժողովուրդ ջան, քաղաքական հայտարարություններ բոլորը ազատ են անել, խոսքը քաղաքական հայտարարությունների մասին չի, խոսքը ապա քաղաքական
հայտարարությունների մասին, որոնք կարող են պարունակել քրեական հանցագործությունների տարեր։ Մեկ էլ Տիկին Խամանյան, որ ասում եք դուք ինչն եք կառավարում, դուք ինչը կարող եք լավ կառավարել։ Չէ, մենակ դուք եք լավ կառավարում։ Մենակ Վահե Հակոբյանն էր ԶՊՄԿ-ում լավ կառավարում, ձեր բոլոր հարուստ դիմակիցներն են լավ կառավարում։ Չգիտես ինչի է ձեր լավ կառավարողները բոլորը սրընթաց հարստանում էին, հիմա Հունաստաններում հաճույքներին են տրված։ Դուք եք ամենակ լավ կառավարում, տեսանք ձեր կառավարումը։ Իսկ իրականում դուք ընդամենը պաշտպանում եք ահաբեկչական ձեր պարտներներին, բայց գնացքը գնացել է սիրելի։ Շնորհակալություն։ Վահագն Ալեքսանյան։ Սիրելի քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետության 3 միլիոն քաղաքացիներ։ Դուք երևի կամ ձեր մի մասը կամ գուցե մեծ մասը երևի չգիտի, որ Հայաստանի անկախացումից հետո հեծը պատկանել է ձեզ։ Բոլորիդ, 3 միլիոնիդ։ 2002 թվականին սակայն հայրմերը շատ վատ իմացող կամ ավելի ճիշտ չիմացող, բայց այսօր եկեղեցի պաշտպան դառած Ռոբերտ Քոչյանը որոշել է հեծը վաճառի։ Հեծը վաճառել է Ռոբերտ Քոչյանը։ Գիտեք ինչքանով, սիրելի քաղաքացիներ։ Ինձ, ձեզ, բոլորիդ պատկանող հեծը Ռոբերտ Քոչյանը վաճառել է ուշադրություն 12 միլիոն դոլարով։ Գիտեք ինչքան է 12 միլիոն դոլարը։ Մոտավորապես այնքան, ինչքան արժի Ռոբերտ Քոչյանի տունը։ Երկրորդ անգամ էս անալոգիան բերում։ Գիտեք ինչքան է 12 միլիոն դոլարը։ Դա հասկանալու համար պետք է ընդամենը գիտակցել, որ Ռոբերտ Քոչյանի ունեցվածքից այս պահին դեռ հայտնաբերված, այս պահին ընդամենը այն ինչը երևում է, պահանջվում է բռնագանձել 200 միլիոն դոլար, բայց հեծը վաճառել են 12 միլիոն դոլարով։ Հիմա այս մարդիկ եկել են ասում են խլում եք, դու ձեզնից լավ խլիչ։ Ժողովրդից խլել եք 12 միլիոնով չգիտեմ ում եք տվել։ Հետո թե բա Սամվել Կարապետյանի կոչից հետո էր։ Բա Սամվել Կարապետյանի կոչը ինչից հետո էր։ Այն պլանը են, որ Մամիջանյանն ուր ասում է Սիվիկում է գրվել, Վահագն Ալեքսյանն է գրել։ Վահագն Ալեքսյանն է տարել այն տերորիստի տանն է դրել, պարոն Մամիջանյան։ Այդ ձեր կողմից չգրած ու ձեզ չպատկանող պլանի շրջանակներում, որտեղ գրած էր Սամվել Կարապետյան, կոչ պլյուս 5000 հոգի։ Այդ կոչ պլյուս 5000-ի շրջանակներում Սամվել Կարապետյանը կոչը արել։ Ու հետո էլ ասում են այդ կոչը դարձավ պատճառ։ Այդ ձևերն էլ իդեպ, այդ պլանում շատ մյուս պլանում էին արդեն շատ լավ շարադրված, հոսանքի լարերը կտրել, ավտոբուսները վառել, եկել ավտոբուսներից եք խոսում, այդ ավտոբուսները դուք պետք է վառեիք, դուք ինչ գործ ունեք այդ ավտոբուսների ներսում, տուգանում են, չեն տուգանում, ինչ են անում, դուք այդ մարդկանց պետք է վառեիք ախր, եկել է տուգանքի մատերիալ եք սարքում, մարդկանց խորովածացու էին սարքում ասենք, եկել է ասում է բան էիք սարքում, մարդկանց տուգանքի մատերիալ։ Իդեպ մի հետաքրքիր փաստ, սիրելի քաղաքացիներ, ըստ պարոն Մամիջանյանի իշխանությանը, ընդդիմությանը չպատկանող եւ իմ ձեռամբ գրված պլանի հակաճգնաժամային գլխի 3-րդ ենթակետի շրջանակներում, որտեղ գրված է. ինչ անել, եթե ձերբակալվի առանցքային դերակատարներից մեկը, կետ համար 1, միանգամից վերաուղղել ակտիվ ուժերը դեպի եվրոպական եւ ռուսական խորհրդարաններ։ Այսօր Իշխան Սաղաթելյանը գնացել է Բրյուսել հանդիպումներ ունենալու եվրոպական խորհրդարաններ։ Ձեզ չպատկանող պլանի հակաճգնաժամային գլխի 3-րդ ենթակետի շրջանակներում։ Գառնիկ Դանիելյան